Քաղաքապետարանի շենքի մուտքն ու նիստերի դահլիճը լեփ-լեցուն էին, բոլորը սպասում էին կարևոր իրադարձությանը։ Նորընտիր ավականու նիստը օրենքով սահմանված կարգով արեց ամենատարեց ավականու անդամը, Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը։ Նրա առաջարկով էլ նիստը սկսվեց տերունական աղոթքով։ Հայր մեր, որ հերգինքս ես Սուրբ Եղիցի անուն քո, եկես սե արկայություն քո, Եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի։ 9-րդ գումարման առաջին նիստը բոյկոտել էր ամենաշատ 14 մանդատ ստացած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Իշխող քաղաքական ուժի ավականու անդամ Սարիկ Մինասյանն ավելի վաղ Facebook-յան իր էջում գրառումով հայտնել էր, որ քաղաքացիական պայմանագիրը նորընտիր ավականու առաջին նիստին չի մասնակցելու, նշելով, որ կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է եւ պետք է գնալ արտահերթ ընտրությունների։ Առաջին նիստում քվորումն ապահովված էր, ներկա էին ընդդիմադիր 4 ուժերի ավականու 18 անդամները, բացակա էր մեկը՝ մեր քաղաքը դաշինքից։ Գյումրիի օրհներգը հնչելուց հետո օրակարգով առաջինը ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ձևավորեցին, քվեարկությունն ու ձայների հաշվարկը կազմակերպելու համար։ Ընդդիմադիր ուժերի ավականու անդամները քաղաքապետի թեկնածու չառաջադրեցին եւ վերահաստատեցին իրենց աջակցությունը կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածուի Վարդան Ղուկասյանի ընտրության քվեարկությանը։ Մենք տեր ենք կանգնում մեր այդ խոստմանը եւ հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին եւ այսօր չառաջադրելով քաղաքապետի թեկնածու քվեարկելու ենք ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։ Մենք նույնպես քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու եւ առաջնորդվելու ենք մարտի 31-ին առավոտյան իմ արված հրապարակման մեջ տեղ գտած հայտարարություններով, այսինքն մեր քվեներով ապահովելու ենք ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի ընտրությունը, որովհետև վստահորեն պնդում ենք, որ դա է պահանջում այսօր պետության առավելագույն շահը։ Մեր քաղաքը դաշինքը հավատարիմ է մնում իր տարած հայտարարությանը, մենք թեկնածու չենք առաջադրում եւ պարտադիր քվեարկելու ենք ընդդիմության միասնական թեկնածուին։ Ընդդիմության միասնական թեկնածու Վարդան Ղուկասյանը առաջադրվելուց հետո ելույթում հայտարարեց, որ ընտրվելու դեպքում համերաշխ աշխատելու է ավականու բոլոր խմբակցությունների հետ։ Եվ մի բան գիտեմ, որ որտեղ գրելու ենք ամենակարևորը համերաշխությամբ, խաղաղությամբ, կառուցողական հիմք ընդունելով հավատքը եւ հայրենիքը։ Հետո կես ժամանոց ընդմիջում հայտարարվեց քվեաթերթիկի ձևանմուշները հաստատելու եւ քվեարկություն անցկացնելու համար։ Քվեարկությունը բաց էր ու տեսանելի բոլորին։ Եվս 10 րոպեանոց ընդմիջումից հետո հանձնաժողովը վերադարձավ քվեարկության արդյունքներին ամփոփած։ Ամփոփելուց հետո պարզվեց, որ 18 մասնակիցներից 18-ը կողմ է քվեարկել Վարդան Ղուկասյանի տեխնոլոգիանը 0 դեմ։ 13 տարի անց եւ 5-րդ անգամ Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրիի քաղաքապետ, վերադառնալով այն քաղաքապետարանի շենք, որը կառուցվել է իր ղեկավարման տարիներին։ Լսելու ենք բոլորին, ոչ միայն տեխնազուներին։ Եթե քաղաքում որևիցե մեկը խմբակցություններ կլինեն, ես չգիտեմ, հասարակական կազմակերպություններ կլինեն, որոնք իշա քաղաքի կներկայացնեն ծրագրեր, մենք անպայման պետք է քննարկենք։ Դա չի նշանակում, որ իմ ծրագիրը դոգմա է։ Կտեսնեք, որ համերաշխությամբ, ճշմարտությամբ, զգաստությամբ կանցկացնենք այս ամեն ինչը։ Ու բյուջեն ավելացնելու ենք, խոսք եմ տալիս, կտեսնեք։ Նորընտիր քաղաքապետը երթմնակալության արարողությունից հետո, որը տեղի է ունենալու ապրիլի 19-ին, անցնելու է իր լիազորությունների կատարմանը։ Առաջինը կարգավորելու է քաղաքապետարանի կադրային հարցերը։ Կրճատումներից առայժմ չի խոսում, բայց նշում է, որ ինքն է ընտրելու այն թիմը, ում հետ պատրաստվում է աշխատել։ Ուրեմն առաջի քայլը լինելու է կադրային քայլը, թե ում հետ ենք աշխատելու, եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնազուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորի ծրագրերը։ Եվ վերջում ընդանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու,
Եվ դրա լուծումները թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Վարդան Ղուկասյանն ավելի վաղ էր հայտարարել, որ քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակելու իր փեսային կուսակցության ցուցակի երկրորդ համարին Ավետիս Առաքելյանին, իսկ ով է լինելու քաղաքապետի մյուս տեղակալը առայժմ քննարկումների փուլում է։ Գյումրիի նորընտիր ավականու հաջորդ նիստը նշանակված է մայիսի 2-ին։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։